Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Antifake-ի հետ միասին մենք ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան vs Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այն պահին եւ մեծ ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը համաձայնություն տվեց հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին, շատերը արդեն այդ պահից սպասում էին, որ անպայման պետք է լինի նաեւ այդ հարցազրույցի մեր տարբերակը, եւ այն չի ուշացել եւ մենք մեծ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, բայց այն ունի առանձնահատկություն։ Այս ձևաչափում մշակման կենթարկվի ոչ թե հյուրը Նարեկ Կարապետյանը, այլ հակառակը։ Այդ հարցազրույցում Նարեկը արդեն մշակել է Պետրոսին։ Մենք լրացուցիչ մի հատ էլ վրով կանցնենք։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք Պետրոս Ղազարյանի մշակումը։ Պետրոս, աշկտ լուս, ինչպես ժողովրդական ասացվածքում են ասում, իրականացավ ապուշի երազանքը։ Արա ինչքան էիր ուզում դու, որ մի օր Նարեկ Կարապետյանը գա քեզ հյուր։ Ասես փողի հոտը առել ես, հա? Դες մտածում ես, որ եթե եկավ են քո են հին ու բարի ժամանակներն է, եթե հանկարծ գա երկու ծրարով է գալու, մեկով փողն ալելու, մեկով հարցերն ալելու, հարցերը տալու է, փողը տան նստի։ Անցավ Պետրոս ջան, քեզ էս մարդիկ փող տվող չեն, ախպեր ջան, էս մարդիկ նորմալ մարդիկ են։ Հələ հակառակը այն ինչ որ Նիկոլնա քեզ տվեն, ինչ որ պետությունից է ստացել, էդ է հետ բերվելու։ Բայց ժամանակ որ Նարեկը գնացել էր Ամերիկայում հարցազրույցի թակել Կարլսոնի հետ, սաղ քպեականներով ասում եք չեմ անում, դու ասիր թե չէ, բայց սաղ ասում էին, փողա տվեն Նարեկը, դրա համար է գնացա։ Հիմա ինչ, փող ես վերցե դու։ Այսինքն Նարեկը ում մոտ որ գնում է հարցազրույցի, փողա տալի, այսինքն դու ես փող, դու ես ասում։ Բայց դու թակել Կարլսոնը վերցել է, դու գեժ ես, հա, չես վերցե։ Դնում եք ոնց եք բռնվում արա։ Դրա համար այն գլխից սուտը մի ասեք, որ չբռնվեք։ Բայց Նարեկ ջան, ինքը թակել Կարլսոնը չի, ինքը Պետրոս Կարլսոնն է։ Գիտես որ Կարլսոն այն մուլտիկի մեջ չի, որ ապրում էր տանիքների վրա եւ ուտում էր մուրաբաները։ Ինքը այսօր դու կոչվելու ես ոչ թե Պետրոս Ղազարյան, այլ Պետրոս Կարլսոն։ Քեզ սազում եմ միջալոց, ասեմ քեզ տոշնի մեկին մեկ։ Մանկությունս հիշեցի։ Քանի որ Նարեկը Կարապետյան քեզ մի անգամ այդ օրիգինալ հարցազրույցում մշակել է, մի հատ է ես մշակեմ, սարքենք ղազախական 4-րդ կարգի ցորեն։ Պատրաստ ես, այսօր քորնա։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ, բարի երեկո պարոն Կարապետյան, շնորհակալություն հրավերի ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ Պետրոս ջան, ապրես։ Ամել աշկտ լուս։ Նարեկն է եկե։ Մենք խոսանք քաղաքական եւ տնտեսական հարցերից, տեսեք, դուք անդադ կրկնում եք, որ երկրում կան սոցիալական, տնտեսական, անվտանգային խնդիրներ եւ դրանք կլուծի Սամվել Կարապետյանը։ Ինչպես է նա դրանք լուծելու, եթե նա Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն չի կարող լինել ոչ падգամավոր, ոչ վարչապետ։ Հետևաբար ինչպես է նա դրանք լուծելու։ Օհ, դարդես անում, հա Պետրոս։ Բայց որ Սամվել Կարապետյանը այս 30 տարի է դրսում աշխատած փողերով, բերում է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անում, արդյունաբերական ոլորտում, առևտրի ոլորտում, սպասարկման ոլորտում, դրա հետ միասին միլիոնավոր դոլարների անհաշիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Այդ ժամանակ դու չես ասում, չհասկացան, կայ մարդ։ Յա, Նարեկ ջան, բայց Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացիությունից բացի նաև Ռուսաստանի քաղաք։ Այդ խիատ էս բաները։ Այդ եկավ հասավ հերթը արդեն որ պետք է այդ մարդը նաև որոշվի, ոնց է լավ, բայց չի կա, բա ոնց կլինի, հա։ Կլինի Պետրոս ջան, ամեն ինչին է ձև կա։ Եղավ։ Կարևորը որ մեր երկրի ղեկավարները Ադրբեջանի դարդը չքաշեն, ոնց որ հիմա է, այլ Հայաստանի։
Պասպորտը այդքան կարևոր չի։ Պասպորտի ձևը գտնվում է։ Այդ երկրի օրենքները դրա համար են գրած։ Հարց ձեզ տամ։ Դուք կարծում եք, որ Հայաստանի տնտեսության հարցերի լուծումները ամենալավը կտա Սամվել Կարապետյանը, թե չէ։ Ձեր անձնական կարծիքը։ Անձնական կարծիքը չգիտեմ, որովհետև ես նրան չեմ տեսել այդ աշխատանքի մեջ։ Իսկ ոչ չես տեսել։ Բա ուր էր որ չէիր տենում։ Բա ուր էր դու բանն ես հա տենում, Գևորգ Պապոյանին ես տենում։ Դու հələ Գևորգ Պապոյանի մակարդակին ես։ Բայց մարդիկ էլ ասում են, կլինի մակարդակը մի քիչ բարձրացնենք, տեղափոխենք մի հատ ուրիշ level։ Թե դու ուզում ես մնաս քո Գևորգ Պապոյան մակարդակում։ Ով ամենամեծ տնտեսական փորձ ունի Հայաստանում։ Հայ գործիչներից, քաղաքական այսօր քաղաքականության մեջ եղած գործիչներից, ով ամենամեծ տնտեսական փորձ ունի Հայաստանում։ Բիզնեսմեններ շատ կան։ Իսկ տնտեսական ամենամեծ Չգիտեմ։ Ամենամեծ հայկական կորպորացիայի ղեկավարը տնտեսությունից լավ է թե վատ։ Դե պետքա որ լավ լինի։ Չնայած եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում է աշխատում եւ անշարժ գույքով է մասնագիտացված, մի քիչ, բայց այնուամենայնիվ ենթադրենք շատ լավ ունի։ Ոնց է անելու։ Հիմա այս մարդուն Պետրոս, որ դու լսում ես, այդ ամեն ինչը լսելուց հետո ինչ եզրահանգման ես կարող։ Քո կարծիքով Սամվել Կարապետյան այդ ամեն ինչը ոնց է հասկանում։ Մի մարդ, որ այդ երկրում նախ ծնվել մեծացել է, գնացել է ուրիշ երկրում փողեր աշխատել, բեր այդ երկրում բիզնեսներ էլ ունի, սոցիալական ներդրումներ էլ անում, բարեգործություններ անում, եկեղեցուներ ակնում, հիվանդանոց, սաղին։ Այդ մարդը այդ ամեն ինչը ոնց է հասկանում։ Հլասա։ Նա շատ լավ է հասկանում։ Ապրես։ Շատ լավ։ Ոնց է քաղաքական եւ այլ որոշումներ։ Քանի որ նա շատ լավ է հասկանում եւ նա կարող է ավելի լավ լուծել տնտեսության հարցերը, ինչպես մենք մինչև այս քննարկեցինք, մենք գալիս ենք երկրորդ հարցին, թե ինչպես է նա առաջնորդելու մեր երկիրը։ Այդ մասին մենք փետրվարի 12-ին հանդես կգանք կուսակցության հիմնադիր նիստով, որի ժամանակ կներկայացնենք մեր հանրությանը, մեր տեսլականը, մեր քաղաքական ուժի առաջնորդի եւ երկրում ապագա վարչապետի պաշտոնի հետ կապված։ Շատ լավ։ Դուք նշում եք Սամվել Կարապետյանի փորձի մասին, նրա բիզնեսները Ռուսաստանում են հիմնական, հա, եւ նա այնտեղ է հարստացել եւ այլն եւ այլն։ Այ լինելով Ռուսաստանում խոշոր բիզնեսմեն եւ ձեր ընտանիքը, դուք կարող եք Հայաստանում Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարել, եթե ձեր ողջ բիզնեսները գտնվում են Ռուսաստանում։ Բացի Ռուսաստանից, նաև ներդրումային Հայաստանի առաջին ներդրողն է Սամվել Կարապետյանը, վերջի 5 տարին անընդմեջ ամենամեծ գործատուն է Հայաստանում։ Ինչպես նշեցի, Հունաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններում էլ մեծ ներդրող է։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանում կամ այլ երկրներում նրա ներդրումները, Հայաստանը Սամվել Կարապետյանի հայրենիքն է։ Մենք բոլորս Սփյուռքում ունենք բարեկամներ, ովքեր Սփյուռքում ապրում են, բայց իրենց հայրենիքը համարում են Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ կարծում, որ աշխարհում ինչ-որ մարդ կասկածի տակ կարող է դնել այն գաղափարը, որ հայի համար ինչքան կարևոր է իր հայրենիքը։ Սամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են։ Լավ, հիմա իմ հարցին։ Նա կարող է լինել իր հայրենիքի առաջնահերթ շահերը նրա համար նույնպես առաջնահերթ են։ Լավ, բայց նրա հիմնական կապիտալը Ռուսաստանում է։ Հարցը այս մասին է։ Իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանը այդ ամենաազատ երկիրը չի, որտեղ բիզնեսմենները ինչ ուզում են իրենց կապիտալի հետ Ինչ կարող է լինել։ Պետրոս չես հասկանում այս մարդն ինչ ասում։ Այս մարդն ասում է, որ Սամվել Կարապետյանը միջազգային մակարդակի գործարար է, որի բիզնեսները միայն Ռուսաստանում չի։ Սամվել Կարապետյանը ասում է Ռուսաստանից բացի նաև խոշոր ներդրողա բիզնեսներ ունի Հունաստանում։ Հունաստանն էլ Եվրոպական միության անդամ երկիր է։ Հիմա եթե Սամվել Կարապետյանը Ռուսաստանում ու Հունաստանում բիզնես ունի, այդ նշանակում է, որ Հունաստանի կառավարությունը պիտի ազդի Սամվել Կարապետյանի վրա, որ ինքն է գործունեություն ծավալի, պարտադիր է։ Հիմա ասում է Սամվել Կարապետյանը Ռուսաստանից ու այդ Հունաստանից բացի մի հատ էլ Միացյալ Արաբական Էմիրություններում խոշոր ներդրողան բիզնես ունի։ Նա էլ ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Եվրամիությունն է, արաբական երկիր է։ Հիմա նա էլ պիտի ազդեցություն ունենա Սամվել Կարապետյանի վրա։ Հիմա այս մարդու ասածը հետևյալն է, ասում է, եթե օրինակ, որպեսզի դու հեշտ հասկանաս, Նարեկ ջան, պրոբլեմ ունենք էլ դու առաջի օրն ես եկի օպերացի, ես օրը 2 անգամ, ես շաբաթը 2 անգամ ես այս գործի մեջ եմ։ Հիմա ասեք Պետրոս Coca-Cola-ն Հայաստանում գործարան ունի, չէ՞, խոշոր ներդրող է։
ուրեմն դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները ազդում են Coca-Cola-ի ղեկավարների սեփականատերի վրա, որ իրանք իմանան Ամերիկայում ինչ որոշում են կայացնում։ Իսկ եթե մարդ մի երկրում բիզնես ունի, անպայման պետք է լինի այդ երկրի իշխանությունների ազդեցության տակ։ Տես չի աշխարհի դրվածք Պետրոս։ Մարդը կարա ամբողջ աշխարհում է բիզնես ունենա եւ ունենա հայրենիք, որը շատ է սիրում եւ ուզում է ազատագրի ադրբեջանա-թուրքական ռեժիմից, որպեսզի այդ հայրենիքում ժողովուրդը ապրեն այնպես բարեկեցիկ կյանքով, ոնց որ ապրում են իր հետ գործընկերություն ծավալող, իր մոտ աշխատող, իր հետ համագործակցող մնացած բոլոր մարդիկ Ռուսաստանում կլինի, Հունաստանում կլինի, Հայաստանում կլինի, թե Արաբական Էմիրություններ։ Այո, որ դու խելք ունենաս, այդ մարդկանց հետ լավ կլես։ Տեսեք, մենք հիմա հապկում մեր անդամակցությունը սառեցրել ենք։ Դուք որ գաք իշխանություն, ապա սառեցնելու եք, թե ոչ։ Նարեկ ջան, մի վարքան կներես էլի, հեսա դու կասես։ Պետրոս, դու հենց ես իմանում հապկը ինքո զոնքանչի բերած երշիկիցա մեկը խոզի մսիցա, որ տանես դնես սարցարանում, սառեցվի, հետո հանես, տաքացնես ուտես։ Տենց չի։ Հապկը, Պետրոս, դա միջազգային ռազմաքաղաքական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում իր կանոնադրության հիման վրա։ Հապկի կանոնադրության մեջ գրած չի, որ որևէ անդամ պետություն կարա իր անդամակցությունը սառեցնի։ Օրինակ ձեր խալաձենիկի վրա գրած է, որ այս մառազիլկայում զոնքանչիդ բերած խոզի բուդե կարա սառեցնես։ Էդի գեմ։ Բայց հապկում այդպես բան գրած չի։ Հապկում կարաս լես կազմակերպության անդամ եւ կարաս անդամությունը դադարեցնես։ Հիմա որ Հայաստանի իշխանությունները այդ հիմար եզրույթը մցրել են շրջանառում, դա չի նշանակում, որ մնացած նորմալ մարդիկ դες պիտի մտածեն։ Մնացած նորմալ մարդիկ կարող են այդ ձևով մտածել։ Հիմա, пожалуйста։ Տեսեք, հապկը կարևոր մի հարց է առաջացրել հայկական հասարակության մեջ։ Եթե մենք ազնիվ լինենք մեր գործընկերների հետ հապկում, ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մեջ կա կասկած հապկի առաքելության հետ կապված։ Կարծում եմ, որ Հայաստանի նոր առաջնորդը, ով պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի իր հարաբերությունները մեր դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային մեր դաշնակիցների հետ։ Նարեկ ջան, այստեղ մի բան ես քեզ ասեմ, աղբեր ջան։ Մեր հասարակության մեջ է ջերմուկի դեպքերից հետո հապկի նկատմամբ վերաբերմունք ընդհանրապես քարոշչության հետևանք է։ Սրանց սարքած քարոշչությունն է, որովհետև ջերմուկի դեպքերի ժամանակ 22 թվին հապկում նախագահող երկիրը գիտես ով էր։ Հայաստանը։ Բա Հայաստանը հապկի նախագահող երկիրն է, Հայաստանի վրա հարձակվել է, նախագահողը Նիկոլ Փաշինյանն է, այնց որոշումներ չի կայացնում, որ Հայաստանին օգուտ լինի, ընդ որում հապկը մի կազմակերպություն է, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով, մեկը դեմ եղավ, որոշում չի կայացվում։ Ընդ որում Հայաստանին հապկի օգնություն չի տրամադրվել, որովհետև բոլոր երկրները կողմ են ելել, բացի Հայաստանից։ Այն նույն Հայաստանի, որ այդ նույն տարին 22 թվականի հունվարին Ղազախստանում երբ որ խնդիրներ էր, Նիկոլ Փաշինյանը քշերը չքնավ, սաղ ժողովները արեցին, հապկի զորքեր ուղարկեցին Ղազախստան, այդ թվում Հայաստանի զորքերը։ Արա կարող է Պետրոս այդ 4-րդ կարգի ղազախական ծորենը մեր դրա խաթր են տալի, պարտք են մնացել մեզի երևի դրա համար են տալի, դու օգտավար հար այդ ամեն ինչից։ Բայց հիմա սրան հարցուր ասա, բայց ո՞նց եղավ Պետրոս, որ այն ժամանակ հունվարին այն նույն հապկը, որի նախագահող երկիրը Հայաստանն էր, նախագահող պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հարցում արդյունավետ գտնվավ, Հայաստանի հարցում արդյունավետ չգտնվավ։ Կարող է պատահի Հայաստանն էր մեղավոր։ Այնպես որ ճիշտ ես ասում, որ այդ ամեն ինչ հենց պետք է քննարկվի հապկի հետ էլ, մնացածի հետ էլ ու բերել սա գցել տեղը։ Դա ջը սառեցին, հա։ Մեկ էլ խոզի մսի այդ բանը դիր, արանն է դիր, խալաձենիկը թո սառի, թե դու վիսկի ես խմում, ուրեմն սառույցը։ Խաղաղության պայմանագիրը, այն տեսքով որ կա, դուք հիմա նախաստորագրված է, դուք որ հաղթեք ստորագրելու եք։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելի է, մեր նպատակն է հասնել Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղ համակեցության ուղղակի մի քանի տարբերությամբ։ Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի
թույլ չտանք մեր հարևան երկրներին ժողովրդագրական վտանգ ներկայացնել Հայաստանի համար։ Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք ադրբեջանական համայնք ձևավորել, արհեստական համայնք ձևավորել Հայաստանի Հանրապետությունում եւ դա օգտագործել որպես գործիք Հայաստանի ներքին։ Երկրորդը մենք պետք է աշխատենք, որպեսզի պայմանագիրը չլինի թղթի կտոր, կներեք արտահայտությանս համար, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից, ինչի մասին որ մենք մի քիչ առաջ խոսեցինք։ Հիմա հասկացա Պետրոս ինչ ասում այդ մարդը։ Այս մարդու ասած այն է, որ իրանք խաղաղություն ուզում են, որ խաղաղությունը լինի։ Բոլորս են, որտեղ այտենց աշխարհում այտենց մարդը պետք է անասուն լինի, որ խաղաղություն չուզի, էլի։ Որովհետև մենք խաղաղ ապրում ենք, մեկ էլ ինչ որ եկան ու պատերազմը բերեցին համապատասխաններ։ Հիմա այս մարդն ասում է այդ համապատասխաններին պիտի քշենք, իրական խաղաղություն հաստատենք, իսկ այն ինչ որ դու ասում ես նախաստորագրվածը ստորագրելու են թե չէ, այդ հենց պետք է Ադրբեջանը ստորագրի։ Այո դու չես լսել դրանք ինչ են ասում։ Չնայած այդ պայմանագիրը իրանք են գրել, իրանց շահեն անդե գրած, Հայաստանի ոչ մի առաջարկ չեն ընդունում, բայց իրանք ասում են, որ մենք դա չենք ստորագրելու։ Այն կողմից էլ ստորագրել, եթե պայմանագիրը պետք է երկու կողմը, եթե մի կողմը չի ստորագրում, դու ո՞նց կարաս էսի ստորագրես։ Նախ մի կողմը պիտի ստորագրի, մի կողմը չի ստորագրում։ Իսկ եթե իշխանապողությունը լինի, ոչ թե այդ նախաստորագրածը պիտի ստորագրվի, այլ նորմալ փաստաթուղթ պիտի բանակցվի Հայաստանի շահերը հաշվի առնելով։ Ու այդ բանակցված փաստաթուղթը նոր պիտի ստորագրվի։ Ու այս ժամանակ կլինի արդեն իսկական խաղաղություն, ոչ թե սուտը, որ դուք առավոտից փորձում եք լցնել այդ ժողովրդի գլխին։ Պատերազմ բերելով, մարդկանց սպանելով։ Այսինքն թրիփը եւ խաղաղության պայմանագիրը մենք նույն ձևաչափի մեջ ենք դիտարկում։ Այսինքն դու կողմ եք, բայց հավելում եք, որ պետք է լինեն միջազգային երաշխավորություններ։ Այսինքն առանց միջազգային երաշխավորությունների մենք տեսնում ենք, որ մեծ խնդիր է։ Հիմա եթե ձեր ասած երաշխավորության սխեման չգտնենք, դուք ստորագրեք դա թե ոչ։ Առանց երաշխավորությունների դա հղի է ռիսկերով Հայաստանի համար պետք է ձևաչափ ամեն ինչ անենք, որ գտնենք։ Հա դու չես հասկանում ինչ եմ ասում։ Դու ստորագրելու եք թե չէ։ Կվերցես այդ խաղաղության պայմանագիրը Պետրոս։ Այս հարցը կտանես Ալիևի ստորագրությունը, կդնես, հենց որ Ալիևը այդ պայմանագիրը ստորագրի, նոր կբերես քո հյուրերին, որ նարեկ կլինի, վաղմիսորով կլինի, հենց Ալիևի ստորագրությունը լինի, նոր դու դրանց կասես Ալիև ստորագրել, դուք ստորագրեք թե չէ։ Արա եթե Ալիև չի ստորագրել, ում է դա ստորագրեն։ Պարզ բաներ արամ, ում Արեկ ջան 20 անգամ ապեր։ Ներվերդ պետք է անջատես, եթե մի բան սրան բացատրում ես 20 անգամ։ Այդ իհարկե երաշխիք չի, որ կհասկանա, բայց չափման միավորը 20-ն է։ Դուք ասում եք, որ նախկինների հետ կապ չունեք։ Ինչու դուք վճարեցիք Քոչարյանի գրավը, եթե նախկինների հետ կապ չունեք, եւ ես նայում եմ իշխանությունը ասում է, որ ձեր հայրը ամենաերկար հանրապետական падգամավորն է եղել, որ եւ падգամավոր է եղել եւ պաշտոններ զբաղացրել, ոնց կարաք դուք նախկինների հետ կապ չունենաք։ Շատ լավ։ Կամ հորս օրինակով։ Արեկ ջան, հələ մինչեւ հորդ օրինակին անցնել եմ։ Սրան հարցուր ասա, երես նախկինա, դու նախկին չես։ Նախկին չլերես ki չերեգա մոտդ։ Բայց դու բարգավաճ ես։ Լսի, այն ժամանակ, որ իր հայրը եղել է падգամավոր, իր հայրը եղել է նախագահ աշխատակազմի ղեկավար, հանրապետական կուսակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միշտ եղել է կոալիցիայի մեջ։ Դու էլ կենտրոն հեռուստաընկերությունում նստած Բարգավաճ էիր գովում։ Փողն էլ ես չէի տալի։ Քիշես ով է տվել։ Հələ հիշի։ Հիմա դու նախքին չես։ Քո այն ամեն Բարգավաճի ցուցակի երկրորդ համարն էր սա Նարեկ ջան Երևանի ավական ընտրություններին։ Բարգավաճ։ Հիմա ինքը նախքին չի։ Նորն է, էլի, թազա թափա Պետրոսն է, թազա թափա։ Նախքին է մանգալի։ Մինչև 2008 թիվը եղել է 7 թիվը եղել է անկախ падգամավոր 13 տարի 2007 թվականից հետո աշխատանքի անց է պետական համակարգում Հայաստանի Հանրապետության պետական համակարգում իր հայրենիքի պետական համակարգում 2.5-3 տարի աշխատելուց հետո հրաժարական է տվել իր կամքով, բայց եթե մենք այսօր նայենք մեր պաշտոնյաներին, կա պաշտոնյա, որ իր կամքով, եթե անհամաձայնության դեպքում, քաղաքական անհամաձայնության դեպքում քաղաքականության հանդեպ, օրինակ այսօր որ վարում է ներկայիս իշխանությունը, կարող է հրաժարական տալ եւ գնալ։ Այդպես բան չկա, Արեկ ջան, հիմա փոխվել ապեր։
Հիմա կյանք փոխվել է, հիմա իրանց կամքը ոչ մեկ հրաժարական չի տալի։ Հիմա սա հեռախոսը առնում են, WhatsApp-ը քաշում են, նստում են, սպասում են։ Լույսը բացում են, Նիկոլը գրել է, ոչի բան չի գրել, всё։ Այդ օրը լավ օր է, աշխատում են։ Գրեց, որ պիտի հրաժարական տակ։ Նույն օրը դիոմը գրում է ուզում է լինի բարձրագույն դատական խորհրդի նախագահ, որը անկախ մարմին է, ուզում է լինի ներքին գործերի նախարար, որը ուժային բլոկ է ղեկավարում, ուզում է լինի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, ով կարմիր թշերով գնացել արևների տակ ճանապարհասարքում, ուզում է լինի ազգային ժողովի падգամավոր։ WhatsApp-ը գրել քննչական կոմիտեի նախագահ, WhatsApp-ը ստացան գնում են։ Կամավոր հիմա չկա, Նարեկ ջան, չէ, բանա փոխվել ապեր։ Հիմա WhatsApp-ով է։ Դա համար Պետրոս չի հասկանում։ Ինչքան էլ է, էդի 20 չէ, 200 անգամ էլ ասես չի հասկանա, արդեն փոխվել է սա։ Ես վերջերս չեմ տեսնում այդ օրինակները։ Նա հրաժարական է։ Այսինքն անդիմադիր է եղել։ Անդիմադիր չէ, նա Դե հրաժարական է։ քաղաքական պատճառներով հրաժարական է տվել, անդիմադիր է եղել։ Քաղաքական պատճառներով գիտես ով է հրաժարական տվել Պետրոս, փաստորեն դա էլ է անդիմադիր։ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որի Նիկոլը հանձնարարել էր, որ գնա Սամվել Կարապետյանին ձերբակալի, նա էլ հասկացավ, որ իր խելքի բանը չի, հրաժարական տվեց գնաց։ Նիկոլն ասում է հոգնել էր դրա համար գնաց, հոգնած է։ Չնայած ճիշտ ասում է, դրանց տեսքին նայում ես ոնց որ ծնված օրից հոգնած է լի։ Այդ է քաղաքական պատճառներով հրաժարականը։ Իմացար, դրանից էլ է։ Էլի WhatsApp-ով է, բայց քաղաքական պատճառներով։ Գիտեն գրավ ինչ եք մուծել։ Կարծում եմ, որ Հայաստանում ապօրինի դատապարտված շատ մարդկանց գրավ, եթե օրինակ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության շատ մարդկանցից, իհարկե ղեկավարից չէ, բայց շատ մարդկանցից այդպիսի հարց լինի, հնարավոր է մենք քննարկենք։ Իրանց գրավն է մուծել։ Շատ մարդկանցից, բայց ոչ ղեկավարից իհարկե։ Այն մարդկանցից, ովքեր անցել են անգամ լինելով իշխանության մեջ, անցել են լավ ճանապարհ։ Պետրոս, հարցերդ լուծիր, հա։ Այսինքն հիմա վաղը միսր որ իշխանապողություն եղավ քեզի բռնի գրավի հարցը այսօր համարիր արդեն լուծված։ Նարեկ կպերի գրավդ կմուծի։ Նարեկ ջան, բայց կարող է տենց եք պայմանավորվել, այսինքն հիմա հնարավոր չի փողային բանով էլի, ապառիկով։ Հիմա հարցազրույցը թողնի, վաղը միսր հանգարց Պետրոսի մի բան պատահի, այն ժամը, բայց Նարեկ ջան լուրջ եմ ասում։ Գիտես ես ինչքան փող ունի ախպեր։ Կարող է գա հետո տենց անգնի գրավը բան խնդրում, արի էսի միլիոններով փող ունի, այդ սա տանեմ ձեր անունն է դուս եկե։ Էսի փողերը մարդու կնեք ամիսական եսի ինչքան ստանում են, ծախսելու տեղ չունեն, դուք առավոտի ցիրիկուն ինչի վրա ասես ծախսում եք, սա երկրում այդքան բարեգործություն, այդքան բիզնես են սուբսիդավորում եք բան։ Էսի ախպեր ծախսելու տեղ չունի, էսի կարեկուն է, սրա փողը չմուծեք։ Ումը խնդրում եմ էլի, էսի գիտի ինչ անում, բայց սրա փողը վաղը մեսօր գրավը չմուծեք։ Էդի խնդրանք իմ փող։ Էլի քննարկ դուք եք որոշում, ձեր փողերը ես չեմ որոշում ինչ անեք, բայց իմ առաջարկն է որ Պետրոսի գրավի փողը չմուծեք։ Չի հասնում իրան։ Համել ինքը ունի, թող ինքը ունի, ինքը տանի մուծի։ Պետր մնացել։ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու եք թե ոչ։ Արա Պետրոս դու իմ ներվերի վրա ոնց ես ազդում լուրջ եմ ասում, արա։ Դիմանալու չի։ Արա մարդ ոնց կարա այդքան պրիմիտիվ լինի, էլի։ Արա տես ընտրությունները հունիսին է։ Դու հիմա հələ քաղաքական մարդիկ ասում են մեր հայտարարությունը պիտի անենք փետրվարին։ Դու հիմա հունվարին ասում ես Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու եք թե չէ։ Այ բալա, որպեսի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, MUC հետ կոալիցիա որևէ մեկը կազմի, նախ պիտի այդ ընտրությունները ըլնի, նախ պիտի իրանք ընտրվեն, նախ պիտի Քոչարյանը իր թիմը ընտրվի, Սերժ Հիմա փաստացի։ Ռոբերտ Քոչարյանը կուսակցության անդամ չի, կուսակցության ղեկավար չի, ընտրություններն է կուսակցություններն են մասնակցում։ Ինքը ցանկություն ունի, որ ընտրությունների մասնակցի, բայց հələ պարզ չի, որ կուսակցությունը համաձայնություն կտան, չեն տա ոնց, հələ դա պարզ չի, ի վերջո կմասնակցի թե չէ։ Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավարը, հանրապետական կուսակցության ղեկավարը, մինչև հիմա ասել են, հələ մենք որոշում չունենք, առհասարակ ընտրություններին կմասնակցենք թե չէ։ Այդ մասնակցելու որոշումը չի նշանակում, որ իրանք շեմ են հաղթահարելու, որ այդ սաղ պիտի լինի նոր դրանից հետո կոալիցիա հələ դրանից ոչ մի բանը չի եղել։ Դուք ասում եք Քոչարյանի ու
Սերժ Սարգսյանը կոալիցիա կազմելու եք չի։ Չէ, քո հետ են կոալիցիա կազմելու։ Արա չի կարելի է ձևի, էլի Պետրոս, արա դու մեր Սալավիովն ես, հասկանում ես։ Դու հայկական հեռուստաընկերության Սալավիովն ես։ Արա չի մի քիչ քովերը աշխատե տենում ես, այնպես մի հիմարություն դու սա տալի, ստե առավոտերիկon խոսում ես։ Դու ըստից խոսում ես, մենք քեզի մենակ ձեռ ենք առնում, արա։ Դա մի քիչ վեր է աշխատի, էլի ամոթ արա։ Արդեն իմ հավեսն էլ է փախի, արա, քեզի այդքան դիտողություն անելուց։ Ամոթ արդեն խայտարակ արել ես դու մեզ սաղիս։ Ասելու բան ունես դու սրան։ Կան հարցեր, որոնց չենք ուզում անդրադառնանք, որովհետև դրանց նպատակարարությունը այս բան չենք տեսնում։ Ինչու՞։ Որովհետև մենք գնում ենք ճանապարհ, որի հիմնական նպատակն է Հայաստանում բերել համերաշխություն։ Համերաշխության մեջ մենք տեսնում ենք, որ երկրում պետք են նոր ղեկավարներ։ Նոր ղեկավար, որպես այդպեսի, մենք դիտարկում ենք Սամվել Կարապետյանին եւ հասարակության նշանակալի մասը։ Այդ իսկ պատճառով այդ հարցին պատասխանելը օգտակարություն չի բերում այս պահին մեզ եւ նաեւ Հայաստանի քաղաքական դաշտին, համերաշխության մեր ծրագրին։ Ինչու՞։ Որովհետեւ կա բևեռացում հասարակության մեջ։ Հասարակության մի մասը սիրում է Փաշինյանին, մի մասը սիրում է երկրորդ նախագահային պարոն Քոչարյանին, մի մասը սիրում է։ Բայց այդ դասասների իմ հարցի հետ ինչ կապ ունի։ Ես ասում եմ, որ դու գաք ազգային ժողով կոալիցիա կազմելու եք, թե չէ։ Էլ կրկնեմ։ Նարեկ ջան, սրանից էս առանցն էլ մի բան չէր։ Էս վերջերս էլ այդ ղազախական ծորենը բերել են, ես իմ քանի տոննա լցել են դեմը։ Այդ ղազախական ծորենը սրա տունը լրիվ քանդել է։ Տեղով մի բան չէր։ Այդ ղազախական ծորենից հետո ընդհանրապես արդեն մենք հույսներս կտրել ենք։ Չի հասկանալու եղբայր։ Չի հասկանալու։ Էլ ոչ էլ ուզում ես, էլ ոչ մի բան էլ մի ասա այդ մասին։ Այն ասիր, հասկացա։ Բա որ ասում եմ, այ աղբետ, գիտես, հենց եմ ասում։ Նարեկ ջան, դու ավելի լավը առաջնահերթություններն ասա, թեման փակենք։ Երկրի տնտեսական խնդիրներին, այլ նաև ընդհանուր ինքնագիտակցության վտանգ ենք մենք զգում ազգային։ Այդ իսկ պատճառով առաջնահերթությունը որպես յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ մենք տեսնում ենք իշխանության փոփոխությունը։ Դա առաջնահերթ է։ Հասկացար։ Պարզա, որ չես հասկանա։ Ուրեմն տանում ես, այս հաղորդում որ բռնում է, տեսանյութի այդ մասը դնում ես 20 անգամ։ Եղավ։ Լսում ես, կհասկանաս, չես հասկանա, ջանդամ հասկանաս։ Անցի առաջ, ուրիշ ինչ են, աղջիկները ինչ են ենց պրավոկացիոն հարցեր են, թե գրեդրե դեմդ որ մթոմս ես բացահայտումներ անես, հələ մա դրանցից ասա։ Դուք բանակում ծառայել եք։ Ես չեմ ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ձեր եղբայրը։ Մեր ընտանիքի անդամներից մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը ծառայել է, հայրս ծառայել է Սովետական։ Հայաստանի այն ժամանակ Սամվել Կարապետյանի որդին ծառայել է։ Ոչ, Իսկ մյուս որդին։ ոչ, բանվազան։ Իսկ ի՞նչն է հարցը։ Հարցն է, որ Պարոն Ղազարյան, մի հատ հարց տամ։ Ինչու՞ն է։ Քիչ եք ծառայել։ Հարց տամ, այո։ Մեր երկրի վարչապետը ծառայել է։ Չէ։ Մեր երկրի սոցիալ-նախարարը ծառայել է։ Չէ։ Մեր երկրի էկոնոմիկայի նախարարը ծառայել է։ Չեմ իմանում։ Կարող եմ ասել չի ծառայել։ Մեր երկրի բնապահպանության նախարարը ծառայել է։ Չեմ իմանում։ Չէ։ Մեր երկրի աշխատակազմի ղեկավարը ծառայել է։ Չգիտեմ։ Աչի չգիտես, հա։ Աղլիում հարցում ասում չգիտես։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մի քանի օր առաջ դե վերընկած էր։ Արայք Հարությունյանը մի երկու օր առաջ էր էստե վերընկած։ Բայց չեմ իմանում, ինչի չես իմանում։ Բա հարցն է իր։ Բայց դրանց չի չես հա։ Եթե այդ հարցը քեզ հուզում է, որևէ մեկը հանրային գործիչներից, պաշտոնյաներից բանակում ծառայել է թե չէ։ Բայց որ Գևորգ Պապոյանը գալիս է այստեղ, բայց չի չես արզում ասես, պարոն Պապոյան, դուք բանակում ծառայել եք։ Ախպետ բանակում ծառայել է։ Չգիտեմ ես ճարա, բայց չի չես հա։ Արայք Հարություն ծառայել ես։ Էմեկը վարչապետը որ գալիս է, չի չես արզում։ Ծառայել է։ Բայց չես Նարեկին հարցնում, եմուստերին չէ, եթե այդ հարցը քեզ հետաքրում է։ Ինչի՞ ես մեկին հարցում, եմուստերին չէ, չեմ անում։ Բայց չի չես իմանում։ Իմացի։ Դու բանակում ծառայել ես, չէ՞ Պետրոս։ Տրոսիկ ունեցել ես։ Ուտելոբան ունեցել ես։ Փառք։ Այսինքն Վահագ Ալեքսանյանի նման չես ել, որ անտրոսիկ 2 տարի
Բայց եթե բանակում ծառայել ես, նշանակում է հիմա ռեզերվում հաշվառված ես, չէ՞։ Հիմա ես եմ քեզ հարց տալի։ 44 օրյա պատերազմում երկրում հայտարարված էր համընդհանուր զորահավաք։ Այդ ժամանակ դու 50 տարեկան չէիր եղել, ճիշտ է։ Դու զորահավաքի մասնակցել ես։ 44 օրյա պատերազմի մասնակցել ես, բայց չի չես մասնակցել։ Բանակում ծառայածները ռեզերվից մոպը կանչում է, այդում են դու վարժական հավաքների մասնակցել ես։ Չես, բայց չես բայց գնայիր կդառնայիր մեր սննդային ուժերի հրամանատարը Հայաստանի։ Կլեիր Տուշոնկի պահեստապետ Պետրոսը պատերազմի ժամանակ, բայց չի քեզ գնացե։ Բռնեցնում ես, հա, նես քու խելքով։ Մեր երկրի, ասեմ, 7 տղամարդ նախարարներից 5-ը չեն ծառայել։ Մեր երկրի վարչապետը չի ծառայել։ Մեր առաջնորդը ծառայել է։ Այն Արեգ ջան, հələ դու ծառայող բաներն ես, չծառայողներն ես ասում։ Այն ծառայողներն չծառայեն ավելի լավ էր։ Ասում ես 7-ից 5-ը չէր ծառայել։ Այն ծառայողներից մեկ գիտես ով է։ Սուրեն Պապիկյանը, որ ծառայել է ինչ արել, հայրենիքն է պաշտպանել։ Իրա վերադասպային դանակահարել է, տարել են դատել են, բանտա նստե համաներումով է ազատվել։ Էդ էլ ծառայողն է։ Հիմա Սուրեն Պապիկյանը բանակ գնա լավ էր, թե չեթար լավ էր։ Ավելի լավ չէր չեթար։ Կանցլետարը դե հանցագործություն աներ։ Էդ էլ Նարեկ ջան, քո ասած ծառայազն է։ 7-ից 5-ը չի ծառայել, մեկն է որ ծառայել է մարդասպանության փորձը, արե բռնվել է դատել են։ Էդ է սրանց ծառայազներն են։ Ու հիմա սրանք այդ հալով եկել են ծառայած չծառայած են մանգալի։ Բանը ծառայել է Պետրոս, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի տղան։ Անդրանիկ Քոչարյանի տղան ծառայել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի տղան ծառայել է։ Չեմ, գնա իմացի։ Հիմա 300,000 աշխատատեղ եք դուք Խոստանում ստեղծել, ճիշտ է։ Այո։ Ընդդիմախոսները ասում են, տեսեք, ես կարդացի մի քանի բան, ասում են մի աշխատատեղի համար, որ ստեղծվի, պետք է 40-ից 50,000 դոլարի ներդրում։ Ну, միջինացված 50,000։ Որպեսզի դուք 300,000 աշխատատեղ ստեղծեք, պետք է 15 միլիարդ դոլարի ներդրում։ Հայաստանում 98 թվականից մինչև հիմա ուղիղ ներդրում արտասահման եղել է 7 միլիարդ, ընդամենը 7 միլիարդ։ Որտեղից եք բերելու 15 միլիարդ դոլար։ Այն փորձագետները, որ ձեզ ասել են, որ ամեն աշխատատեղի համար 50,000 դոլարի ներդրում է պետք, այդ փորձագետները սխալ տեղեկատվություն են ձեզ տվել։ Նարեկ ջան, հələ դու բան ես ասում, փորձագետների սխալ տեղեկություն ես ասում։ Արա դու էլ օին ունեիր հաների Նիկոլ Փաշինյանի մեկել են Գևորգ Պապոյանի կախին Պետրոս։ Էդ ինչ հաշվարկներ ես ներկայացնում։ Էդի մթոմ դու գրետ տվել են ծերդ եսիմով, որ մթոմ դու Նարեկին վատ վիճակի մեջ դնես, դու շան լափը թափիր արեն Գևորգ Պապոյանի Նիկոլի Սթերի կախին։ Պետրոս, դու ասում ես, որ փորձագետներն ասում են, որ մի աշխատատեղի ստեղծման համար պետք է 50,000 դոլար։ Ձեզ որտեղից 15 միլիարդ դոլար եւ հիմա լսի։ Գևորգ Պապոյանը 2025 թվականի գրել է 25 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում կա 822,622 աշխատատեղ։ Այս մասին Facebook-յան իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Միայն նախորդ տարվա դեկտեմբերին ստեղծվել է 44,568 նոր աշխատատեղ։ Մի ամսում։ Հիմա գնացինք քո ասած հաշվարկներով։ 822,622 աշխատատեղը, որ բազմապատկում են քո ասած 50,000 դոլար միջինացված ցուցանիշով, ստացվում է, որ մեր երկրում պիտի եղածելներ 41 միլիարդ 131 միլիոն դոլարի ներդրում։ Եղել է, ասում ես չէ, 7 միլիարդ է եղել, այն էլ 98 թվականից մինչև հիմա, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունն էլ հետը, չէ՞ ու դրանից։ Գևորգ Պապոյանն ասում է, որ միայն 24 թվականի դեկտեմբերին ստեղծվել է 44,568 նոր աշխատատեղ։ Այսինքն 50,000 դոլարով հաշված ըստ Գևորգ Պապոյանի միայն 24 թվականի դեկտեմբերին Հայաստանում եղել է 2 միլիարդ 228 միլիոն դոլարի ներդրում։ Դες բան է եղել։ Չէ, սուտ են ասում տնկարը։ Այսինքն այդ աշխատատեղերը չի ստեղծվել, ստից թվերը նկարել, բերել են, կողել են աշկետ։ Հիմա դու էլ այդ ցուցանիշներով փորձում ես քու խելքով անհարմար հարց տաս մի մարդու,
որի ընտանիքի ստեղծած բիզնեսներով հանդիսանում են Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը։ Ամենահաջող բիզնեսները, այդ չեմ ասում, որ արտասահմանում Հայաստանից դուրս ինչքան հայա վաստակ ունենում աշխատում այս մարդկանց ներդրումների ստեղծած աշխատատեղերի արդյունքում, որ այս փողերը բերում են Հայաստան, դուք էլ մի հատ երկրորդ անգամ եք նրանց փողերը հարկում, որ բերեն ցեզի սաղիթ պրեմիա տան։ Հիմա դու վատ վիճակի մեջ ես ուզում տնես։ Քու խելքն ասեմ, եկել են գրող ձեռը տվողի խելքն ասեմ։ Դու էլ արա մի բան որ չես հասկանում, ինչ ես առանց հասկանալու բեր։ Տենեմ ես այս մարդը ամեն ինչից հասկանում է, չէ՞, մի քիչ պիտի պատրաստվես, չէ՞։ $50,000 մի աշխատատեղ։ Հա, քո աշխատատեղն էլ է $50,000։ Հա, քոնը կարող է, դու մենակ այդքան վերցում ես քո աշխատատեղից։ Տենց է չափում ես, հա, երևի հենց քո ունեցածով։ Գիտես ինչ թվեր ստանում։ Գիտես ինչ թվեր ստանում։ Բացատրեմ ինչ։ Ասեք ճիշտ է։ Տեքստիլի մեջ, օրինակ, 1-2 միլիոն դոլար Դա միջինացված է ասած, ոլորտները տարբեր են։ Ոլորտները տարբեր են։ Միտեղ կարող 100 լինի, միտեղ կարող 5 Դուք լինի։ խոսում եք տնտեսության մեջ ամենամեծ ընկերության ներկայացուցիչի հետ, ով ունի 70 ընկերության փորձ եւ բոլոր համարյա ուղղություններով մենք փորձ ունենք։ Ես կարող եմ հերթով ձեզ ասել ամեն ոլորտը ինչքան ներդրում է պահանջում։ Այդքան ժամանակը չի եկի։ Որ ժամանակը չերիքի ինչ ես խոսում։ Այսինքն տեսար որ մարդը փաստարկված խոսում է, բանը ժամանակը չի երիքի։ Ժամանակը քերիքի մենակ քո ցնդաբանությունների համար։ Այ պատասխանը լսելուն արդեն ժամանակը չի երիքում։ Հիմա ինչ անենք Պետրոս։ Հիմա գնանք առաջ։ Շնորհակալ եմ։ Դուք ասում եք, որ փոքր բիզնեսը չենք հարկելու։ Այո։ Աշխարհում կա տենց երկիր, որտեղ ընդհանրապես չեն հարկում փոքր Արաբական բիզնեսը։ Միացյալ Էմիրությունները մինչև վերջերս իր այս զարգացման մեծ Մինչև վերջերս, այսինքն չկա տենց երկիր։ Արա մի բան որ քո խելքը չի հասնում։ Ինչ ես ընդհանրապես այդ թեմայի տա։ Օրինակ ղազախական ծորենի հետ կապված, մեկս քո հետ վիճում է։ Գիտենք որ դու դրա պրոֆեսորն ես, չէ՞։ Հիմա մի բան որ քո խելքը չի հասնում։ Հարկերի հետ, արտոնությունների հետ, բիզնեսի հետ, փոքր բիզնեսի, դու ինչ կապ ունես։ Քո խելքը դրան որտե է հասնում։ Նարեկ ջան, թող ես ասեմ էլի ախպեր։ Պետրոս աշխարհում չկա տենց երկիր, որը հարկեր չունենա։ Աշխարհի բոլոր երկրները ունեն հարկեր։ Աշխարհում չկա երկիր, որը իր սահմանած հարկերից արտոնություններ չունենա։ Ու որոշակի հարկերից, հարկերի վճարման եղանակներից, տոկոսադրույքներից, տեսակներից, սահմանած արտոնություններով պետությունը իրականացնում է իր տնտեսական քաղաքականությունը։ Հիմա այս մարդիկ ասում են, որ ի տարբերություն ծեր Նիկոլի ու այն մյուսների են ֆիկտիվ ի տարբերություն դրանց այս մարդիկ ասում են, որ մենք ոչ թե փոքր բիզնեսին գնալու ենք իմացա, չէ՞, այս վերջի 2 տարվա մեջ որ գնացինք կապան փոքր բիզնեսի հետ 132,000 տնտեսային բան էլի, Նարեկ ջան, են Վարշավիր, չգիտեմ, ասենք անգլերեն պարապող ուսուցիչ, կոշկակա, գնացել դրանց են կպե արդեն, էլի դրանց են քիրում, են մեծերին արդեն քիրել են բիզնեսները ձեռներից ամ, գնացել կպել են, հիմա այս մարդիկ ասում են ի տարբերություն է թալանչիների, որ գնացել են մարդկանց վերջի կոպեկներն են թալանում, ասում են մենք իրանց արտոնություն ենք տալու, մենք իրանց հարկերից ազատվել ենք, որովհետև երբ որ մարդուն հարկերից ազատում ես, իր մոտ այդ մարդու մոտ եկամուտները ավելանում է, այդ մարդը իր եկամուտները չի ճղում թափում։ Այդ եկամուտները ինքը ներդնում է տնտեսության մեջ, խանութներից առևտուր անում, տնտեսության մեջ է մտցնում, ծախսում այլ ուղղություններով, այդում այդ գումարը հավաքում է խոշոր բիզնեսի մոտ, խոշոր բիզնեսից են հարկում։ Փոքրը սեստենից էլ իր հարկը վճարում է, բայց ծանրաբեռվածության մեջ չի, արտոնության մեջ է անում։ Այդ ասում այդ մարդը։ Աշխարհում կա դες երկիր, բան, չէ, մենակ բանը դու ես աշխարհում։ Չէ, Արաբական Միացյալ Էմիրությունների փորձով Հիմա այնտեղ չեն հարկում փոքր։ ամեն ինչքան մենք տեղյակ ենք, Պարզեցված հարկով հարկում են։ ինչքան մենք տեղյակ ենք, կա ուղղություններ, որոնք չեն հարկվում։ Հիմա աշխարհում չկա եւ կներեք Իսկ դուք Արաբական Միացյալ Էմիրությունները պատկերացնեք Հայաստանի համար լավ օրինակ չի մի քիչ։ ինչու։ Դե նավթ ունեն, մենք չունենք։ Դուբայ Էմիրատը նավթ ունի։ Նավթ չունի, բայց նա հսկայական ներդրումներ է բերում նավթով։ Ներդրումները Կողքի նավթերով, ամեն ինչով բերում սարքում են, չէ՞։ Բավական ներդրումները նավթերով չի բերում, ներդրումները կայուն ղեկավարով է բերում, տնտեսական քաղաքականությամբ է բերում։
Հիմա հասկացար Պետրոս էս մարդու բացատրածը։ Լսի քեզ մի բան ասեմ, էլի։ Դժվար է գիտեմ քո համար հասկանալ էդի քո թույլ տեղն է, էլի գիտեմ որ դե Արա բայց գոնե սուտ հասա։ Ասա հա հասկացա։ Այնձի խայտարակ մի արա Պետրոս արա։ Դու արդեն ինձ ես խայտարականում։ Ասաս բացատրես, չէ՞։ Ոչինչ որ չհասկացար։ Սուտ հասա, ասա այո, հասկացա։ Եղավ, սուտ հասա, արա բայց խայտարակ մի արա մեզ արա, այս մարդը գալեթում է մենք մնում ենք արա տենց Հա, հասկացար։ Հասկացա։ Փառք Աստծո, գոնե ասաց։ Իհարկե չի հասկացել, բայց գոնե ասաց, որ հասկացավ, ինչ անեմ Նարեկ ջան, այդտենց վիճակ է եղբայր։ Շատ է, մեր ժամանակը սպառվում է, հիմա մի հատ չարաշահում իմ դիրքը, մի հատ անձնական հարցել ես տամ։ Էդմոն Մարուկյանին ցուցակ մտցնելու եք թե չէ։ Դա դեռ չեմ կարող ասել, պարոն Ղազարյան, որովհետև մենք մեր ցուցակի մասին կհայտարարենք ընտրություններից առաջ։ Առաջ թե փետրվարի 12-ին։ Դա արդեն փետրվարի 12-ին չէ, ընտրություններից առաջ փետրվարի 12-ին կլինի մեր քաղաքական թիմի վարչապետի տեխնացուի անվան հրապարակում։ Նարեկ ջան, էդի ճիշտ պահն է, որ դու իրան մի հատ հարցնես, ասես այդ Էդմոն Մարուկյանի դարդն ես քաշում։ Լսի, Էդմոն Մարուկյանը իրանց ցուցակում կլինի թե չէ, իրանք են որոշում։ Բայց թե Էդմոն Մարուկյանը քո հաղորդմանը հյուր կլինի թե չէ, էդի մտում դու ես չէ որոշում։ Ինչքան վաղ է դու Էդմոն Մարուկյանին հյուր չես կանչել։ 2023 թվից։ Արա քանի Էդմոն Մարուկյանը նիկոլական էր, քանի Էդմոն Մարուկյանը հատուկ հանձնարարությունների գծով դեսպան էր, քո հետ հավասարստի գործ էր գալի։ Արա եւ դել հմեկը միացնում ենք Պետրոսն ու Էդմոն Մարուկյան։ Առավոտը ցիրիկուն։ Երկու Էդմոն Մարուկյանին որ հմեկում չէինք տենում, արդեն անհանգստանում ենք։ Ասում եք արա այդ մարդու մի բան պատահած չլի, հիվանդ չլի, կարողա ձեննա քա։ Ինչի՞ չի գնացել Պետրոսին հյուր։ Բայց դու Էդմոն Մարուկյանին ինչի՞ չես կանչում հյուր։ Հիմա արդեն Գեգամ Նազարյանի հերթն է, հա։ Վահագ Ալեքսանյանն աստե, Հայկ Կոնջորյան, Ռուբեն Ռուբինյան, հիմա դրանք են քո այդ հավասարստի գործի գալի։ Էդմոն Մարուկյանի դառն ես քաշում։ Կանչի հյուր, հետենամ կարաս կանչես։ Այսպես անորոշ ավարտում ենք մեր եթերը։ Ի՞նչն է անորոշ։ Արա այսքան էլ էս մարդը 50 րոպե քեզի բացատրես, պարզ, մաչելի, ամեն ինչը ասած էլը վերջում դու ասիր։ Անորոշ ավարտում, այսինքն եմ որ ասեցիր, հասկացա էդ էլ սուտ դուս եկա, փաստորեն ոչ էլ հասկացար, սենց էլ քո համար ամեն ինչը մնաց 160,000 մարդ նայել այդ հարցազրույցը, սաղի համար որոշակի է, պարզ քո համար անորոշ։ Շնորհակալություն պարոն Կարապետյան։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, հուսով եմ, որ տնտեսական հարցերով մենք որոշակիություն տվեցինք մեր հասարակությանը, թե ինչ է առաջարկում մեր ուժը, մեր հասարակությանը։ Ես էլ հուսով եմ, որ դուք ելի կգաք հյուր 12-ին կամ տեխնացուն եւ մենք շարունակենք այս քննարկումը։ Գիտեք, ինչ խնդիր ունենք մենք, եթե ժամանակ ունենք, մի բան ավելացնեմ։ Այո։ Մեր երկրի բոլոր խոսակցությունները քաղաքական չեն պատմում մարդկանց մասին։ Մենք պետք է խոսենք մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես ենք աղքատությունից հանելու մարդկանց եւ ոչ թե քաղաքական թեմատիկայով ամբողջ եթերը լցնենք։ Իմ կարծիքով։ Բայց դրանք հետևանք են իրար։ Գիտեք, քաղաքական որոշումների որակից է կախված մարդկանց բարեկեցությունը։ Կարծում եմ 30 տարվա աշխատանքը ցույց տվեց, որ ինչքան էլ քաղաքական խոսույթը շատանա, դա որակ չի տալիս։ Այսինքն մարդ ունի աշխատատեղ չի ավելանում, հրազդանում աշխատատեղ չի ավելանում է աշխատատեղ տնտեսապես 250,000, եթե ոչ ավել աշխատատեղ։ Մի րոպե էլի Պետրոս, էլ այդ 250,000 Հիմա դու ասում ես 250,000 աշխատատեղ, այսինքն քո ասելուց ասում եմ, որ այդ 250,000 աշխատատեղը մեկը միջին ասված $50,000, նշանակում է մեր երկրում կատարվել է 12 միլիարդ 500 միլիոն դոլարի ներդրում։ Բայց դու ասում ես 98 թվականից մինչև 7 միլիարդ է։ Արա սուտդ բռնացրել են գոնե աբուրդ քաշի երեսը տարա հանգիստ վերնգի տեղը տարա։ Տենում ես արդեն բռնվել ես։ Էլ ինչ է շարունակում։ Մենք կհանդիպենք ցտեսություն։ Ցտեսություն։